Դերասանուհի բլոգեր Մագա Հարությունյանը, ով շատ ակտիվ գործունեություն է ծավալում իր սոցիալական հարթակներում, քիչ առաջ Instagram-յան էջի ստորիզ բաժնում տեղադրել է մի լուսանկար ու ցույց տվել այն թուղթուգիրը, որը գտել է իր տնից։ Պահո, ասենք սա ինչ ա և ում մտահղացումն ա։ Լուսանկարին կից գրել էր Մագա Հարությունյանն ու նաև հոլովակ տեղադրել այն մասին խոսելով, որ ինքն այդպիսի բաների չի հավատում։ Դերասանուհու խոսքն առաջարկում ենք լսել հենց այս պահին։ Բարի օր, դե իհարկե ես չեմ ուզում անդրադառնամ նախորդ սթորիում տեղադրած նկարին, ընդամենը կասեմ մի բան, որ եթե նման բաները արվում են գրագետ, կյանքում ոչ մեկ դա չի գտնում, բայց ես գտա, այնպես որ ցավում եմ դա կազմակերպողի համար ու առհասարակ տենց բաների չեմ էլ հավատում։ Ինչ եմ ես անում հիմա, ինձ վերջին անգամ եք հիշում, այսինքն սպիտակամաշկ պատրաստվում եմ իջնեմ մեր բակի փուլ, արևայրուքի, այսօր հանգստյան օրս է ու բացի այն ինչ որ կազմակերպել եմ, այսօր նաև unboxing ունենք միասին, Wildberries-ից կոնկրետ զակուպ եմ արել, ուզում եմ ձեր հետ էլ կիսվեմ, բայց գնամ փուլ մի քիչ ինձ լավ զգամ, հետո կանենք, ձեզ լավ օր։ Իսկ մեզ մնում է հիշեցնել միայն, որ ընդամենն ամիսներ առաջ այս զույգը հյուր էր Մեհեր Բաղդասարյանի տետ-ա-տետ հաղորդմանը, որի ժամանակ անդրադարձել է մի շարք հարցերի։ Մեհեր Բաղդասարյանը անդրադարձավ Սուրեն Փահլևանյանի լավ տղա կերպարին ու փորձեց հասկանալ, թե դա որքանով կապ ունի Մագա Հարությունյանի համարձակ կերպարի հետ։ Սուրենն ասաց, որ հայկական կարծրատիպային լավ տղու կերպարը հենց իրենից էլ սկսվում է։ Նա ասաց հետևյալը. «Էնքան լավ տղա հաղորդավար եմ, որ համայն հայության ցանկալի կերպար Մագա Հարությունյանը հենց ինձ ընտրեց որպես իր ամուսին։ Նա ինձ հնազանդ է և ես իրեն տեր։ Ու ես էնքան լավ տղա հաղորդավար եմ, որ պատրաստ եմ ցանկացած տիպի, ցանկացած մասշտաբի հարցի առաջ կանգնեմ, դրա պատասխանը տամ։ Իրական Մագա Հարությունյանը, ով տանն ա լինում ու իմ կինն ա, նա հնազանդ է։ Իսկ մյուսը Instagram-ում ուղղակի կերպար է, որը ես չեմ ուզում սպանել, որովհետև այդ կերպարին ես սիրահարվել եմ։ Ամեն բան եղավ շատ արագ։ Երբ ես մենակ էի ապրում, ուզում էի իրական սեր, ես աղոթում էի դրա համար։ Ես վարում էի առավոտյան ծրագիր և իմ ընկերներից մեկը, ով ռեժիսոր ա, պիտի գար ինձ հյուր, դրանից առաջ էլ ինձ մոտ TikTok-ից հայտնի հյուրեր ունեինք, բայց Մագան այդպես էլ չէր գալիս։ Ընկերոջս հարցնում եմ, ովքեր են ֆիլմի մասնակիցները, նա թվում է նախնական հյուրերի ցանկը, բայց դերասաններից Մագայի մասին չի ասում։ Եվ ես հիշում եմ անմիջապես մեր ադմինիստրատորի ասածը, որ Մագա Հարությունյանը չէր եկել նախորդ անգամ։ Բայց լավ կլիներ, որ հաղորդմանը հյուր գար։ Այդ ժամանակ գորին ասում եմ, որ դերասաններից Մագային անպայման իր հետ բերի։ Հաղորդման նախորդ օրը միջոցառումներից մեկին հանդիպում եմ նրան, հետո հաղորդմանը և երրորդ անգամ հանդիպում ենք անմիջապես հաջորդ օրը։ Հենց երրորդ օրն էլ զգում եմ, որ սիրահարվում եմ։ Իհարկե Մագան դա չէր կարող նկատել, որովհետև նրան բոլորն էին այդ հայացքով նայում։ Հետո ամեն բան ստացվեց։ Մենք մինչև ամուսնանալը երկար ապրել ենք միասին և մեր հարաբերությունների մասին չէինք խոսում, քանի որ ուզում էինք հետաքրքրությունը պահել, ինչպես նաև մենք ինքներս վստահ լինեինք մեր որոշման մեջ։ Մեր շրջապատում բոլորն էլ ասում են, որ Մագան իմ աղջիկ տեսակն է, իսկ ես նրա հակառակ տեսակը։ Երկուսս էլ շատ հասնող մարդիկ ենք և միասին շատ ուժեղ ենք, անկեղծացել էր Սուրեն Փահլևանյանը։ Զրույցի ընթացքում զույգն անդրադարձավ Սուրեն Փահլևանյանի նախկին ամուսնությանը։ Այդ հարցին պատասխանեց Մագան։ Եվ Սուրենը և Յանան իրենց հարցազրույցներում արդեն նշել են, որ ես իրենց բաժանության հետ կապ չունեմ, և ես ինչքան էլ մարդկանց մոտ համարձակ ու սեքսուալ կերպար ձևավորել, հավատա, դա այդքան էլ այդպես չի, որովհետև ես շատ ուրիշ պրինցիպներով ապրող մարդ եմ, և եթե նույնիսկ ես հանդիպեի Սուրենին, երբ նա ամուսնացած էր, էսպես չէր ստացվի, ես նույնիսկ չէի սիրահարվի, ամեն ինչ ստացվեց Սուրենի քայլերից և նրանից, որ ես իմացա, որ ինքը ազատ մարդ ա։ Ես այդքան հեշտ սիրահարվողներից չեմ, երևի երևում ա ինձանից, ես չեմ կարող սիրահարվել ու թքած ունենամ, այդ մարդը ամուսնացած ա, թե չէ։ Ես վախենում եմ տենց բաներից, դա ինձ համար արժանապատիվ բան չի։ Անկեղծ ասած, Յանային երբեք չեմ հանդիպել, ես ընդհանրապես լարվածություն չունեմ, չնայած կան բաներ, որոնք ինձ իր խոսքի մեջ դուր չեն եկել, բայց ես հաշվի եմ առնում, որ ինքն իմ Սուրոյի երեխու մաման ա։
Չեմ ուզում դառնա երկու կնոջ կոնֆլիկտ, բայց արտահայտվելու ձև կա ամեն ինչում, բայց ես այդ դաշտ չեմ մտնի հանուն իմ ամուսնու։ Ինձ մեղավոր չեմ զգում, որ Սուրենը չի շփվում դստեր հետ։ Երեխա ա, կմեծանա ու կսկսի իր խելքով մտածել։ Էլի իրա խելքով ա մտածում, բայց ժամանակի հարց ա այդ ամեն ինչը։ Ինչպես արդեն հասցրեցինք տեղեկացնել, Մագայի եւ Սուրենի մասին մեկնաբանությունները շատ են։ Հիմնականում դրանք վատ կոնտեքստում են։ Մագան շատ հաճախ իր Instagram-յան էջում անդրադառնում է դրանց։ Star News-ը ձեզ է ներկայացնում այդ հոլովակը եւս։ Բարի օր։ Ինձ Որը թվում է բարի չէր, կարմիրերն է։ հա, շատ կարմիր եմ։ Ինձ թվում է ձայնիցս ու դեմքիցս բարձա չէ, որ մեռած եմ, թաղած չեմ։ Ապակին ման փուլում եմ դեռ։ Ու ես մեռած եմ, թաղած չեմի վրա մի հատ բան հիշեցի, հետի պասեք ասեմ։ Երեք նյութ եմ կարդում, չգիտեմ որ լրատվականներ գցել, այն հատվածը ու այն դիալոգը, որ դեռ Եգիպտոսում ասում էի ինձ թվում էր մեռնում եմ, ձենով լացում էի, դե բարձա չէ, որ փոխաբերական իմաստով էի դա ասում, նկարագրում էի, թե ինչքան վատ եմ եղել, արդյոք ինչ է եղել, կապշեք, որ տեսնեք ինչ է եղել, վերնագրով նյութեր ու կոմենտներ էլի, որ ինձ ես չոկեքով խայոգենի կանայք գրում էին, բնենց մեռնի, որ մենք իմանանք, արա, ով եք դուք, ասենք թե խոսքի ես մահացա, ու նենց մահացա, որ դուք սաղը իմացաք, ինչ է փոխվելու, ես այդ դիալոգը չեմ հասկանում, դուք վախ չունեք, ոչ, ես իսկականից, ընենց էլ չի, որ ես նեղվում եմ այդ դիալոգից, իմ համար էդի չի կարա նորմալ առողջ մարդը գրած լինի, հա, բայց ես հետաքրքիր է ինձ ինչ եք մտածում, ինչ եք զգում այդ պահին, որ գրում եք մեռի, խի, կամ այն ինչի մեջ, որ ինձ մեղադրում եք, կստացի նույն շարքային մեղադրանքն է, որ այս տարի ու կեսա ես ստանում եմ իմ հասցեին, արդեն հարմարվել եմ այդ մտքետ, ինչքան էլ որ դա տենց չի, ես արդեն հարմարվել եմ, որ այո, ես էդ եմ ես, չեք վախենում, որ կարող է խոսքի այդ ձեր կամեցածը, հա, այդ մահը, որը որ կամենում եք, ձեր քթերից է գալու, ձեր երեխեքի քթերից է գալու, չեմ հասկանում, մի խոսքով դուք շարքային խամաճիկ եք, լրատվականների խամաճիկներ եք, ովքեր որ սպասում են մի հատ իմ նկարով նյութ մտնեն տակը, օրինակ մի վատ բան գրեն, մի սխալ բանի մեջ ինձ մեղադրեն, զրպարտեն, դրանից իմ կյանքում ոչինչ չի փոխվում, լուրջ եմ ասում, բայց ես շատ շուտով դա էլ դեպի իմ օգտին եմ աշխատացնելու, այդ որ ինձ ասում եք պիտի մեռնեմ, ու նրա համար որի մեջ դուք ուղղակի ինձ մեղադրում եք, հա, ու դաժե եթե ասենք այնպես է ինչպես դուք եք կարծում եւ համոզված եք ես իմ ոնց որ բանն եք, քավորն եք եղել այդ արարողության, անկախ ամենից դուք չունեք դրա իրավունքը, բայց այսօր ոչ մեկ չի խոսում ու չի վարվում իրավունքներով կամ իրավունքների իր չափով, բայց ես մեծ սիրով ձեր հաշվին գումար կաշխատեմ, այո